Սունդուկյանի թաքնված ողբերգությունը, Սունդուկյանի թատրոնը դրսից շքեղ էր երևում, լույսերը, վառ էին պաստառները, նոր, իսկ հանդիսատեսի ծիծաղն ու խոսակցությունները լցնում էին ֆոյեն։ Բայց վարագույրների հետևում օդը սառ էր ոչ թե ձմռան պատճառով, այլ այն լռությունների, որոնք բարևի չէին պատասխան տալիս։ Թատրոնը բաժանված էր երկու մասի։ Ոչ պատերով, ոչ էլ վարագույրներով, այլ հայացքներով, որոնք անցնում էին իրար կողքով, առանց հանդիպելու։ Մի կողմում հին սերնդի դերասանները, մյուսում նորերը։ Յուրաքանչյուրը ուներ իր փորձը, իր սուրճը և իր ճշմարտությունը։ Անին գլխավոր դերի դերասանուհին ամեն երեկո բեմում փայլում էր։ Նրա ձայնը վստահ էր, արցունքները ճշգրիտ, ծափահարությունները անկեղծ։ Սակայն երբ նա իջնում էր բեմից, մտնում էր մի լուռ մարտադաշտ, ռեժիսորը նույնիսկ գլուխը չէր բարձրացնում։ Օգնականները խոսում էին նրա հետ, բայց ձայների մեջ պարտադրանք կար, ոչ ջերմություն։ Այս սառը պատերազմը ապրում էր միջանցքներում, կիսատ թողած նախադասությունների մեջ, միտումնավոր կորած գրառումներում, հանկարծ փոխված հերթափոխերում։ Ոչ ոք չէր բղավում, որովհետև բոլորը գիտեին բղավելը նշանակում է պարտվել։ Մի երեկո, հենց վարագույրը բացվելուց առաջ դահլիճում լույսերը մի քանի վայրկյանով անջատվեցին։ Լիակատար մթություն։ Այդ մի քանի վայրկյանը բավական էր, որ ճշմարտությունը դուրս գար։ Ինչ որ մեկը շշնջաց. բավական է։ Ձայնը դողում էր, բայց հոգնած էր։ Հետո ևս մեկը, հետո երրորդը։ Երբ լույսերը վերադարձան, թատրոնն այլևս նույնը չէր։ Սառը պատերազմը դեռ ավարտված չէր, բայց այն այլևս թաքնված չէր։ Եվ գուցե հենց այդ թաքնված ողբերգության տեսանելի դառնալը դարձավ հաշտության սկիզբը։ Վարագույրը բարձրացավ։ Ներկայացումը սկսվեց։ Բայց այս անգամ պատմությունը միայն բեմի վրա չէր ապրում,